հունիսի 7-ին ընտրություն էր եւ ձեր հասարակական կազմակերպությունը հայտարարություն տարածեց, ուզում ենք հասկանալ սպասելիքները։ Ձեզ ինչ շարունակություն պետք է ստանա։ Նախ ոչ միայն մեր, այլ ընդհանրապես մեր քաղաքացիների մեր սպասելիքները չի արդարացել, որտեղ բոլորը սպասում էին, որ պետք է ոչ միայն Քարոզ Արշավի պարագայում, այլ նաև ընտրություններից հետո տեսնենք, որ օրվա իշխանությունը արդեն իշխանություն չի։ Այս եղավ այն ինչ որ եղավ, ու սա սպասելի էր ինչ-որտեղ, ուղղակի պետք է մեր քաղաքական ուժերն էլ ամեն ինչը, ինչև էդ ասում են պլան B ունենք, պլան կամ G ունենք, մյուս, պետք է այդ ամեն ինչը այսօր երևալ, դա չի երևում։ Ես ուղղակի մի բան կարող եմ ասել այս պահին, քանի որ հստակ գիտենք, որ բոլորը կարող են իրենց մեղքը իշխանության մասնախոսքը գցեն կենտրոնական հանձնաժողովի վրա, բոլորը գիտենք, որ կենտրոնական հանձնաժողովը նկարչություն է արել։ Ես ցանկանամ, որ այսօրվանից ևեթ օրակարգը սկսվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրաժարականի պահանջով, գոնե այդպես գեներացնեն փողոց, դրանով սկսեն։ Ես չեմ ասում դա կարևորագույն առաջնային խնդիր է, բայց բոլորս գիտենք, որ ինքն է նկարչությունը արել։ Իր պահանջով թող գեներացվեն, մինչև իրենք այդ իրանց պլան B-ը փորձեն իրականացնել։ Պարոն Ռոստոմյան, եւ Նիկոլ Փաշինյանի այս խոսույթը, շանտաժի լեզվով երբ խոսում է, սա միջև ուր կարող է հասնել, այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ կոպիտ ասած կրկին հաթաթատվեց ընդդիմությանը, որ պետությունը իրենց կոկորդներին է մնալու, բանտերում են հայտնվելու, այս գործընթացը միջև երբ պետք է այսպես շարունակվի։ Իմ կարծիքով այս գործընթացը եւս մի տարի կշարունակվի, որովհետեւ արդեն պարզ է, որ ինքը ոչ լեգիտիմ ընտրված իշխանություն է եւ սրա փորձը մենք ունեցել ենք 96 թվականին, երբ որ նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել եւ նաեւ նույն ընտրության օրը եւ քվեաթերթիկները հաշվելը 1/1/96 թվականին հիշեցրեց, ես էլ այդ ժամանակ ընդդիմության շարքերում եմ եղել եւ տեսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանը մի տարի ու կես կարողացավ ցկեր, մի քիչ ավելի քիչ։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մի տարի, որովհետև ոչ լեգիտիմ ընտրված է եւ հիմնականում հնարավորություն կունեն, եթե իհարկե փողոցապայքարը շարունակվի, այսօրվա սրբազանի կոչենց դրան էր վերաբերվում, ուզում եք վերցրեք մանդատներ, ուզում եք մի վերցրեք, բայց պետք է փողոցը գեներացվի։ Եթե հանգիստ մնան նոյեմբերի 9-ի նման մի 10-15 օրից հետո ինքը ավելի կպնդվի ու նույն ռեպրեսիաները կշարունակի եւ ելի կմնա 5 տարի։ Պետք է ուղղակի փողոցային պայքարը շարունակվի եւ դրա համար ես առաջարկեցի, որ կարող են այս վաղը ևս սկսել կենտրոնական ընտրական հանձնաժողովից, քանի դեռ ամսի 14-ին նոր նկարչություն չեն հայտարարել։ Ես չեմ կարող ասել, երևի պետք է այդ ամեն ինչը ընդդիմության ղեկավարներին հարցնել, որովհետև նախ չգիտեմ ինչ քննարկումներ են իրենց մոտ լինում, որպեսզի հստակ ինֆորմացիա ունենալու պարագայում վերլուծեի, բայց այս պահին պետք է միայն սպասենք մինչև վերջնական հայտարարությունների անեն, բայց որ առանձին են անում հայտարարությունները, դա ինձ դուր չի գալ։ Ես կուզենայի, որ ընդհանուր միասնական հայտարարություն լինի ընդդիմության կողմից, որովհետև պետք չի հիմա արդեն ընտրություններից հետո բաժանվի ընտրեք համար էս ինչին համար ինչ է, հիմա արդեն ընտրությունը եղավ ավարտվել է եւ պետք է ուղղակի միասնական ընդդիմադիր պայքար մղեն, որպեսզի կարողանան իրոք ազատվեն, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի ուժեղ է իրեն զգում, բայց քանի որ ոչ լեգիտիմ ընտրված, արդեն հնարավոր է իրեն գցել։ Տեսեք, եղել են փողոցային պայքարներ իշխանափոխության պահանջով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով, սակայն որևիցե արդյունքի չեն հասել։ Այս անգամ ինչու պետք է ստացվի եւ արդյոք կստացվի թե ոչ։ Ես դրա համար ինձ սկզբից ասացի, որ արդեն այս ընտրությունները ցույց տվեց, որ բավական ընտրախախտումներ եղել եւ ինչ է լինի ամսի 14-ից հետո ինքը ոչ լեգիտիմ իշխանություն է լինելու։ Այսինքն, եթե չկարողացան 2001 թվականին ընդդիմությունը բերել այն դաշտ, որ
ինքը էլի ընտրախախտումները վային ժամանակ անց է, հիմա ակնառու է այդ ամեն ինչը, որովհետև եթե 10%-ներ ընդամենը հաշվարկված քվեաթերթիկների եւ ինքը հայտարարեց, դա նաեւ հոգեբանական ճնշում էր ուզում գործար ընդհանրապես նաեւ ընտրողների վրա, ինքը արեց այն, ինչ որ արվել էր 96 թվականին, ես դրա համար զուգահեռներ անցկացրեցի, մեկին մեկ կրկնել է 96 թվականի ամեն ինչը։